Հանրապետության տոնը մեր ամենագեղեցիկ, ամենակարևոր տոներից մեկն է եւ ես կարծում եմ, որ Հանրապետության տոնը պետք է նշեն բոլորը, պետք է իմանան դրա խորհուրդը, մեր երեխաները, իմանան ինչպես է ստեղծվել, կերտվել, ինչ դժվարին ճանապարհ է ունեցել մեր առաջին հանրապետությունը, որը որ հիմքն է մեր այսօրվա ազատ անկախ պետության։ Նշեցիք, որ եւ իրավապես այդպես է, առաջին հանրապետությունը մեծ կարեւորություն ունի երրորդ հանրապետության հետ հռչակման հետ կապված, բայց այսօր մենք ինչքանով ենք կարևորում մեր անկախությունը, քանի որ մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից հողեր են հանձնվում։ Ինչ կասեք։ Գիտեք, մենք այսօր երևի թե մեր երրորդ հանրապետության անկախացումից հետո, այո, դժվարին ժամանակներում ենք ապրում, բայց ես կարող եմ վստահորեն ասել, որ այսօր մեր անկախությունը, մեր երկրի ազատությունը, մեր սուվերենությունը ամենաբարձր կարևորության աստիճանի վրա են բոլորի համար, եւ ես կարծում եմ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ սուվերենությունը պահպանվի, որպեսզի մենք չդառնանք որևէ մեկ այլ երկրի, այսպես ասած, կցորդ երկիր, եւ կարծում եմ բոլոր հնարավորությունները այս ժամանակաշրջանում դրա համար ստեղծված են։ Իսկ պահելու համար, նշում եք, անհրաժեշտ քայլերը արվում է մեր սուվերեն տարածքները պահելու համար, ջերմուկում ունենք կորցրած տարածքներ, Տավուշում ունենք սահմանազատման անվան տակ հանձնված հողեր, Արցախն են կորցրել։ Գիտեք, բոլոր այն խնդիրները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը այսօր, ես վստահ եմ, որ դրանք լուծելի են դիվանագիտության միջոցով եւ Խաղաղության պայմանագրով դիվանագիտության միջոցով վստահորեն ես գիտեմ, որ հնարավոր է լուծել այդ բոլոր խնդիրները եւ այնուամենայնիվ նաեւ մենք չպետք է մոռանանք, որ նաեւ կարեւոր է բանակի հզորացումը եւ առանց բանակի, առանց հզոր բանակի մեր սուվերենությունը միշտ լինելու է արձականի տակ եւ ես կարծում եմ, որ այդ աշխատանքը նույնպես շատ մեծ ջանքերով եւ տեմպով իրականացվում։ Բանակի հզորացումը հնարավոր է գումարի դիմաց, այսպես ասած, բանակից ազատվելը, սրանով մենք աղքատների բանակ չեն կառուցում։ Ես նախագծին ձեր մատնանշած լավ ծանոթ չեմ կարող նախագծի վերաբերյալ մեկնաբանություն տալ։ Ես կարող եմ ասել, որ մեզ հարկավոր է պրոֆեսիոնալ բանակ, մեզ հարկավոր է, որ զինապարտությունը անկախ նրանից, թե որքան ամիս է ծառայել, ամբողջ կյանքի ընթացքում զինապարտ լինեն եւ բարբերաբար հավաքներին մասնակցենք բոլորս եւ կարծում եմ, որ հզոր բանակի կառուցման ճանապարհը այս երկու կոմպոնենտներն